Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքի վարիչ, մարզի գլխավոր պրոկտոլոգ Արմեն Կնյազյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ, ողջ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Շնորհակալ եմ ձեզ հրավերքի համար։ Բժիշկ, պետք է խոսենք շատ տարածված հիվանդության մասին, կարծում եմ մեր հեռուստադիտողներին էլ է դա հետաքրքրում։ Ինչ է իրենից ներկայացնում թութքը։ Առաջացման պատճառներից սկսենք երևի թե։ Նախ ասեմ, որ մենք պրակտոլոգները զբաղվում ենք այնպիսի բնագավառում բժշկագիտության այնպիսի ճյուղ է, որը զբաղվում է ուղիղավու, հետանցքի, շեքի, նաև պոճուկի շրջանի հիվանդություններով, ու այդ շրջաններում ամենատարածված հիվանդությունը ձեր նշած թութքն է, ամենահաճախ հանդիպողը, ու հիմնականում հիվանդները շատ ուշ են դիմում այդ հիվանդության կապակցությամբ, եւ մեր մոտ հիմնական բուժման մեթոդներից օգտագործում ենք վիրահատությունը ուշ դիմելու պատճառով։ Ես էի ուզում հարցնել, դա ուշ դիմելու հետևանք է։ Ուշ դիմելու հետևանք է հիմնականում, ուշ դիմելն իր պատճառներ ունի, մեծ մասը ամոթի զգացողությունից, մի մասը վախից բժիշկներին դիմելու, այդպես։ Պետք է պարզապես մտածել, որ այո, եթե կա խնդիր, այստեղ ամոթը ոնց որ թե պետք է հետ նահանջի։ Անպայման։ Հիմնականում այս խնդիրը առաջանում է կանանց թե տղամարդկանց մոտ։ Ես կասեի հավասար, բայց մեծ մասամբ հիմնականում տղամարդիկ, երևի 60-40% հարաբերությամբ տղամարդիկ ավելի շատ։ Եվ ինչով է պայմանավորված։ Ավելի ծանր ֆիզիկական աշխատանքով, վատ սովորույթներով, խմիչքներ, ծխել։ Դրանք էլ են ազդում առաջացման։ Տեսեք, ինչ ախտանշաններ են պետք, որպեսզի չուշացնի հիվանդը, այլ հենց այդ ախտանշանները տեսնելու դեպքում դիմի համապատասխան մասնագետի։ Առաջի շատ չնչին ախտանշաններից մեկը դա քորն է, շատ հաճախ հանդիպող կանգադը քորն է եւ փոքր ծագոստեր, մռմռոցներ այդ տիպի, երբեմն նաեւ արդեն քիչ բարձրացնելուց հետո այրան հետքեր են նկատվում։ Կարող է այն բուժվել առանց վիրահատության։ Հնարավոր է բուժել, օրինակ թութքը ունի 4 աստիճան բարդության, ինքը հիմնականում վիրահատական է 3-րդ եւ 4-րդ աստիճանների դեպքում, այսինքն եթե շուտ դիմեն առաջի 2-րդ աստիճանների դեպքում հնարավոր է դեղարայքով եւ սննդակարգով մի փոքր կենսակերպը փոխելով բուժել։ Իսկ դեղամիջոցներ կամ տնային պայմաններում ինչ որ հաճախ է, չէ, այդպես շոշափվում է հարցը, որ այսինչ տնական միջոցով բուժեցին։ Ճիշտ է, ընդունելի է դա մասնագետների կողմից։ Իհարկե բժիշկների կողմից ընդունելի չէ, որովհետև բոլորի ասածով չի կարելի առողջությամբ բուժմամբ զբաղվել, առողջությունը թանկ բան է եւ կյանքում տրվում է մի անգամ, ցանկալի է դիմել մասնագետի։ Իսկ վիրահատությունից հետո ցավեր, հետ վիրահատական բարդություններ, որովհետև երբեմն ավելի շատ դրա համար են խուսափում։ Հա, օրինակ թութքը շատ ցավոտ է հետ վիրահատական շրջանում, թաքցնել չլինի, ես խաբել չեմ սիրում հիվանդներին, անկեղծ միշտ էլ նախքան վիրահատությունը բացատրում են, որ իրանք դիմել են ուշ, արդեն 4-րդ աստիճան է, կդրվածքի մագերեսը մեծ է, կարերը շատ են, հետեւաբար ցավն էլ ավելի շատ կլինի։ Եվ դրա համար ինչ պետք է անեն, հիվանդանոցային բուժում է պետք, թե վիրահատությունից հետո անմիջապես գնում են տուն, նշանակումներով եւ այլն շարունակում։ Մենք ուրեմն մենք նկատի ունեմ մեր հիվանդանոցում մշակել ենք մեթոդների մի խումբ, որ հիվանդների պարկելու տևողությունը զգալի քչացնենք, ավելի բերենք տնային պայմաններով բուժման, այսինքն մոտավորապես 3-4 օր մինիմում հիվանդանոցային պայմաններում, հետո ամբուլատոր տան պայմաններում, հետագա հսկողությամբ։ Հիմնականում հիվանդը զգում է, ինչպես նշեցիք, եւ քոր եւ ցավ, ճիշտ է, սա ինչի արդյունք է։ Ուրեմն թութքի ժամանակ այդ պատճառները առաջանում են անոթների լայնացման պատճառով, քանի որ թութքը անոթային գոյացություն է համարվում, հիմնականում երակային գոյացություն, ինքը լայնանալից նաև լայնանում է մաշկը փոքր ձգվելուց, դա առաջանում է զգացողություն քորի տեսքով կամ փոքր ծագոցի տեսքով։ Դրա համար այդպիսի զգացողություններ են առաջանում։
Իսկ արդեն երբ նկատելի է նաև արյան, հա, այդ բաղադրությունը, դա արդեն վտանգավոր է։ Արդեն վտանգավոր է այն իմաստով, որովհետև այրուն առաջանում է ոչ միայն թութկից, որը համեմատաբար ավելի բուժելի է, այսպես ասած, համարվում, նաև ուռուցքների դեպքում է նկատվում, չարորակ հատկապես հաստաղիկում շատ հաճախ հանդիպում է չարորակ ուռուցքներ, մոտավորապես ուռուցքների 90%-ը հաստաղիկի չարորակ են լինում։ Դրա համար այրանը այդպես թեթև նայել պետք չի, անպայման պետք է հետազոտվել պատճառը գտնել։ Քանի որ դուք հենց խոսեցիք հաստաղու, հա, քաղցկեղի այդ, ես ուզում եմ հասկանալ ախտանիշները որոնք են այս դեպքում տարբերելի է, հա, տարբերելի է, բացի դրանից, որ ընդհանուր այդ կանգատները նույնն են, բացի դրանից ունեն ուռուցք օրինակ կղանքի հետ կապված խանգարումներ է առաջանում, նայած որ հատվածում է տեղակայված չարորակ գոյացությունը, հաստաղիկի որ հատվածում, հաստաղիկը դե մի քանի հատվածներ ունի, նրա ուրեմն տեղակայված վայրից կախված առաջանում են կղման ակտի խանգարումներ, այսինքն եթե ավելի մոտ է հետանցքին տեղակայված, առաջանում են փորկաբության նշաններ, իսկ եթե ավելի խորքն է, հաճախակի լուծեր է առաջանում մոտը։ Այդպես կարելի է մի փոքր տարբերել նախնական տարբերել, էլի։ Դուք նոր նշեցիք հիվանդության որ աստիճանի դեպքում այս ախտանշանները կարող են ի հայտ գալ։ Այսինքն սկզբնական թե արդեն վերջնական։ Արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ, առաջի աստիճանում ոչ մի համայնք կանգատներ չունեն, փոքր քորի, պես դիսկոմֆորտի նշաններ։ Այսինքն ամեն դեպքում սկզբնական փուլում չեն կարող հասկանալ, որ այդպես խնդիր ունեն, մանավանդ մեր հայերը, մեր մենտալիտետը ուրիշ է։ Այս դեպքում պետք է հորդորենք հետազոտվել։ Անպայման։ Եվ հետազոտությունը իրենից ինչ է ներկայացնում, որովհետև բոլորը ավելի շատ չէ, կարծես այդ կոլոնոսկոպիա ասվածից են շատ նեղվում, չգիտեմ, վախենում, կա դրա սովորաբար ֆիբրոկոլոնոսկոպիայի կարիքը կա բոլոր հիվանդների մոտ սկսած 40 տարեկանից հետո ու անկախ հիվանդությունից բոլոր մարդկանց մոտ ցանկալի է 40-ից հետո անցնել ֆիբրոկոլոնոսկոպիա, որովհետեւ ախտորոշեն պոլիպներ, ուռուցքներ, ուրիշ գոյացումներ, խոցեր, էրոզիաներ եւ այլն։ Խոսքը վերաբերվում է ձեր եւ տղամարդկանց եւ կանանց։ Բոլորին 40-ից բոլոր բնակչության բոլոր հատվածին։ Հիմնականում այդպես Իրենից շատ ցավոտ գործընթաց է դա։ Ցավոտ, հիմա ժամանակակից մեթոդներն էլ անզգացման պես են կատարում, այնպես որ պատճառ թող չբռնեն, որ ցավոտ։ Հիմնականում սննդակարգին անցնենք, հա, ինչ սննդակարգ է խորհուրդ տրվում այս ամենից զերծ մնալու համար։ Ուրեմն այդ էլ է մի կողմից պրոբլեմատիկ մեր հայ ազգի մոտ, որովհետև մենք ուտել շատ ենք սիրում ու համով ուտել շատ ենք սիրում, հա, ու հիմնականում ընտրում են խորովածներ, ապխտած, տապակած, այդպես, որը լրիվ հագացուցված է այս դեպքում։ Ամեն ինչ պետք է ուտել խաշած, բանջարեղեն մրգեր շատ, մսամթերքը մի քիչ, որը մեր մոտ մի քիչ դժվար է։ Այ որպես մասնագետ դուք ինքներդ զերծ մնում եք այդ ամենից։ Ճիշտ ասած չես կարողանում զերծ մնալ, որովհետև միջավայրը այնպեսին է, որ մեղադրենք նաև բուժարուների։ Չեք մեղադրում, բայց գոնե գանգատների դեպքում կարողանան մի քիչ սեղմ պահել իրենց։ Իսկ ֆիզիկական ակտիվություն խրախուսվում է։ Անպայման ֆիզիկական, շատ ծանր ֆիզիկական ակտիվություն չի խրախուսվում, որովհետև առաջացնում է հիվանդություններ, բայց թեթև վազք, օրինակ լող, քայլ, ցանկալի է անգամ ցանկալի։ Երևի նույնիսկ պարտադիր։ Հիվանդության դեպքում պարտադիր։ Ուզում եմ խոսենք նաև հոգեբանական այդ խոչընդոտների հաղթահարման մասին, ամոթը այստեղ կարծես թե առաջնային է, որովհետև ձեր խոսքում այո նշեցիք, որ հիմնականում ուժ դիմելիության պատճառների հիմնական մասը դա է, ամոթը։ Ոնց անենք, որ հաղթահարեն բուժարուները այս խոչընդոտը։ Երևի մեր գիտակցական մագարտակը ինչ որ բարձրացնենք, չգիտեմ, մտածենք ավելի լուրջ մեր առողջության մասին, որովհետև մտածում են ամեն ինչի մասին, բացի իրենց առողջության։ Օրինակ մտածեն հագուստ առնելու մեքենայի տան, բայց իրենց առողջությունը 3-րդ, 4-րդ տեղերում է։ Այ հիմա մեր հաղորդումը հենց դրան է միտված, հա,
մեր հաղորդման առաքելություններից մեկն էլ հենց դա է, որպեսզի հասցնենք մասնագետների խոսքը մեր հեռուստադիտողներին, որպես մասնագետ ինչ խորհուրդ կտաք, որպեսզի այդ ամոթը հաղթահարելի լինի, երևի թե հատկապես կանանց համար, որովհետև եթե բժիշկը տղամարդ է, կանայք այստեղ ավելի ցանկանում են չգնալ։ Հա։ Ուրեմն այսպես ասեմ, միակ պայմանը պետք է մտածելակերպը փոխել, մտածել, որ գնում են բժիշկի, ոչ թե ինչ-որ ուրիշ մարդու մոտ, որ իրենց գաղտնիքները պետք է բացեն։ Բժիշկը ունի իր գաղտնիքները, բժշկական գաղտնիքը ոչ միտեղ չի հաղորդվում, ամբողջը մնում է բժիշկի ու հիվանդի միջև, անգամ այստեղ նաև որպես հոգեբան։ Հա։ Հոգեբանորեն կարելի է ու իմիջիայլոց երբ ով գալիս է միջև ամաչել է որ գալիս է նստում է արդեն մի երկու բառ արդեն խոսում է գլերիվ պատմում է սա ինչ որ կա առանց էլ ամաչելու այդ դժվարը առաջի այդ քայլն են գալ բժշկի մոտ նստել այո բուժման մեթոդներից խոսենք որոնք են հիմնականում այդ մեթոդները ուրեմն ինչպես նշեցիք կա դեղորայքային բուժում կա վիրահատական բուժում եւ կախված հիվանդության աստիճաններից օգտագործենք կամ թեորետիկային կամ վիրահատականը։ Ուրեմն մեր մոտ ես կասեի 90% դեպքերում օգտագործում ենք վիրահատական մեթոդները, որտեղ խոսակցության ժամանակ նշեցի ուշ են դիմում արդեն դեֆորմացած արդեն հանգույցներով տարածված հիվանդությունը բարդացած անհնար է արդեն թեորետիկան ինչ որ միջամտությունով լիարժեք բուժել խոսքը լիարժեք բուժման մասին հնարավոր է միշտ հնարավոր է ամոքիչ միջոցներ օգտագործել էլի այսպես ասած յոլա գնալու համար բայց լիարժեք բուժումը վիրահատությունն է լազերային վիրահատություն իրականացնում ժամանակակից մեթոդներից մեկը նաև լազերայինն է իհարկե օգտագործում են բոլոր մեթոդները բայց մեր ընդդրությամբ երբեք մի քիչ բան կա որ գալիս են իրանք են ասում որ մեթոդով իրենց բուժեն այդ ձևը մեր մոտ չենք օգտագործում մենք ենք որոշում ինչ մեթոդ է տվյալ պահին տվյալ հիվանդության աստիճանի համար ամենակարևորը այսինքն լազերայինը որ դեպքում է կոնկրետ օգտագործվում հիմնականում օգտագործում են երկրորդ օրինակ աշճանի ժամանակ այդ երրորդ արդեն փոխման ժամանակ չի օգտագործում առաջի երկրորդի ժամանակ կամ լազերային կամ թեորետիկայինով ինչ որ Թութքը հատկապես ի հայտ է գալիս նաև հղի կանանց մոտ այսպիսի դեպքերն են շատ մեր իրականության մեջ սա ինչու է պայմանավորված հղիությունը նպաստում է այո դրան իհարկե նպաստում է հենց իր առաջացման պատճառը հանդիսանում հղիությունը որովհետև պտուղը ինքը սեղմում է կոնքի անոթների մյուս օրգանների վրա առաջացնում է երագային կանգ չափ համեմատաբար փոքր չափավոր կանգ Ինչպես նշեցինք, թութն է երագային կառուցվածք ունեցող գոյացություն է ավելի արդահայտվում եւ հիվանդությունը դրսևորվում է այդ ժամանակ։ Իսկ ինչ մեթոդներով ենք բուժում հղիներին, այ որ չխանգարի հղիներին ծայրահեղ դեպքում ենք վիրահատում, աշխատում ենք դեղորայքային միջոցներով, նոր ասեցի, ամոքիչ միջոցներով օգտագործելով դեղերը, մազեր, քսուկներ, մոմիկներ, որովհետեւ մինչև ծննդաբերություն գոնե իրանց վիրահատական միջամտություններ չկատարենք խուսափելու համար ոնց ասեմ երկու կյանքի հետ խաղալու այդ բանը էլի որ մի հատ հիվանդը նաև պտուղը երկու պատասխանատվություն ոնց որ լինի էլի հղիությունը Հիմնականում թութքը ինչպես նաև հետանցքային ճաքեր, գրգռված աղիքի համախտանիշ դրանք տարածված են եւ հատկապես այո նստակյաց կենսակերպ վարող մարդկանց մոտ Սա համապատասխանում է իրականությանը Իհարկե համապատասխանում է Բայց հիմա շատ են նստակյաց կյանք վարողները եւ աշխատավայրում մեծ մասին ես խորհուրդ եմ տալիս թեկուզ նստած եք ելեք մի քիչ քայլեք մի 5 րոպե չափ նորից նստեք շարունակեք ձեր գործը կատարել շատ կարեւոր է քայլքը Կանխարգելում հնարավոր է Հնարավոր է, բայց օրինակ թութքը միշտ նշեցինք օրինակ թութքը, որովհետև ավելի հաճախ Որովհետև այո, հա, շատ է տարածված եւ բոլորի մոտ դա խնդիր է։ Ուրեմն կանխարգելեն կամ պատճառ ունի առաջացման, որ երևի ֆիզիկապես, հոգեպես որ տրամադրվեց, հնարավոր չէ կանխարգելել, լիարժեք կանխարգել։ Մասամբ հնարավոր է, իհարկե, եթե սննդակարգը պահես, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պահես, այդ նստակյաց կյանքը չլինի, քայլես, շարժվես, լողի գնաս բոլորը միասին եթե պես հնարավոր, բայց անհնար է մեր կյանքում այդ ամեն ինչը միաժամանակ պահել։ Բայց մյուս հիվանդությունները օրինակ հնարավոր, օրինակ ճակի առաջացման պատճառը հիմնականում փորկաբությունն է լինում,
Եվ ճակի այդ փորկապությունից խուսափելու համար բանջարեղեն մրգեր շատ ենք օգտագործում, որտեղ կանոնավոր զուգարան լինի։ Կղման ակտ կլինի։ Կանխարգելման մեթոդների մեջ նաև, հա, հիգիենայի պահպանումը կարելի է մտցնել, որովհետև դա երևի թե առաջնայինն է։ Կանոններ կան կոնկրետ։ Հիմնականում երևի ես կասեի լվացումներ կատարելը, թուղթ չօգտագործելը, լրացուցիչ քրգիր չհաղորդելը։ Հիգիենայի կանոններից հիմնական դա է պարտադիր, դե լողանալ, լվացնել։ Բոլորին է պարտադիր։ Ախուրյանի բժշկական կենտրոնում եւ որպես մարզի գլխավոր պրոկտոլոգ դիմելիությունը բուժառուների ինչպես է գնահատում։ Ես կասեի վերջի տարին բավականին շատացել են դիմելությունը ոչ միայն մեզ ճանաչելով, այլ ընդհանուր ժողովրդի բնակչության գիտելիքների բարձր մակարդակի պատճառով արդեն գիտակցում են, որ պետք է դիմեն բժշկի, քիչ ամաչեն, շատացել է դիմելությունը շատացել է։ Մարզերից անգամ կան, արտերկրից կան, Ռուսաստանից, Ամերիկայից, միայն Ախուրյանով եք սահմանափակվում, թե ոչ, արտասահմանից է։ Այսինքն, այսպես ասած, մուտքը բոլորի համար ազատ է եւ բաց։ Այո։ Բուժառուների մեջ հնարավոր է, որ պետպատվերի շրջանակում այս ամենը կարողանան իրականացնել։ Իհարկե, մենք ունենք պետպատվերի տեղեր, բոլոր սոցիալական անապահովության խավերը ներառում են եւ կարող եք օգնություն ցույց տալ։ Հիմնականում Ախուրյանի բժշկական կենտրոնում տեխնիկական հագեցվածությունը ինչպես է, որպես բաժանմունքի, հա, ստացիոնար բաժանմունքի վարիչ։ Բավականին հագեցված է, ուղղակի մեր մոտ բաժանմունքներն են քիչ, հիմնականում մասնագիտացված է ավելի շատ, վիրաբուժականն է հիմնականում զարգացած։ Դրա հետ կապված ավելի սահմանափակ է մեր հնարավորությունը, այդպես ասած, օրինակ սրտի հետ կապված խնդիր ունեցող հիվանդին աշխատում ենք մեր մոտ չպարկասնել, որովհետև միաժամանակ զուգահեռ զբաղվել նաև սրտով անհնար կլինի։ Մասնագետների պակաս կա, այսինքն։ Չի ասի այդքան մասնագետ, ավելի շատ երևի բաժանմունքի հետ հնարավորությունների, տարածքը փոքր է ավելի, բաժանմունքը քիչ է։ Հա, ընդհանուր պայմանների փոքր է, ավելի փոքր մասշտաբի պայմանները իդեալական են։ Բաժանմունքի տարածքն է փոքր, որ այդ բոլորը համատեղես միտեղ։ Առաջիկայում ինչ է նախատեսվում։ Կան ծրագրեր, նպատակներ։ Տնօրենը մտածում էր, այսինքն տնօրենի հետ մտածում եք նաև երկրորդ հարկ սարքելու համար, որովհետեւ այդ ձեր ասած բոլոր մասնագետների տեղը ապահովեն։ Բժիշկ, քանի որ ինձ հուշում են, որ մեր հաղորդումը արդեն մոտենում է ավարտին, ես կուզենայի որպես կանոն մեր հաղորդման վերջում մասնագետները իրենց կոչը, հորդորը, խորհուրդն են հղում մեր հեռուստադիտողներին։ Խնդրեմ։ Մեր բնակչությանը խորհուրդ կուտայի առողջ սնունդ, միջին ծանրության ֆիզիկական աշխատանքներ եւ դիմեք բժշկի։ Առաջինը թերևս դիմել բժշկի, հենց ախտանշանների դեպքում, փոքր թեկուզ։ Փոքր։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքի վարիչ, մարզի գլխավոր պրոկտոլոգ Արմեն Կնյազյանին։ Դե ինչ, ականջալուր լինենք բժշկի խորհուրդներին եւ մնանք առողջ։ Medinfo-ների եթերում կհանդիպենք։